եթե եկեղեցում մեկ հոգի էլ մնա հավատարիմ իր սուրբ ուխտին եւ սուրբ էջմիածնին, եկեղեցին անսասան է, եկեղեցին չի կազմաքանդվում։ Եվ այդպիսի բան եղել է, այդպիսի դեպք եղել է 1938 թվականին, երբ նահատակվեց խորեն առաջին Մուրադբեկյան ամենայն հայոց հայրապետը, Սուրբ Էջմիածնում ոչ ոք չկար։ Խեղդամահարվեց։ Բոլորը աքսորված էին, գնդակահարված էին, ոմանք էլ չգիտես թե ուր էին։ Եվ Սուրբ Էջմիածնում կար մեկ եկեղեցական, Գևորգ arczepiskopos Չորեքչյան։ Եվ այդ մեծ եկեղեցականով եկեղեցին մնաց անսասան, Սուրբ Էջմիածինը մնաց կանգուն եւ հայոց եկեղեցին այդ մեկ սերմով վերածնվեց։ Այնպես որ հոգևորականները, նորից ասեմ, 10 եպիսկոպոս, 100 եպիսկոպոս, 200 եպիսկոպոս հավաքվեն եւ պահանջ ներկայացնեն հայոց հայրապետի հրաժարեցնելու եւ այլն, դա անհեթեթություն է։ Այդպիսի բան չեն կարող պահանջել, այդպիսի բան չի կարող լինել եւ այդ քանակը, որքան էլ որ այն լինի, երբեք ու երբեք եկեղեցում կանոնական վճիռ կայացնելու իրավունքը չի ունենա, որտեղ եկեղեցին ունի դարերով սրբագործված եւ հաստատված իր ընթացակարգը։ Եթե մի բան այդ ընթացակարգից դուրս է եւ պարտադրվում է արտաքին աշխարհից, այն երբեք կանոնական ուժ ունենալ չի կարող։ Նույնիսկ եթե որոշեն ինչ որ մեկին ձեռնադրեն եւ օծեն ամենայն հայոց հայրապետ։